ԵՏՄ անդամ երկրներում ավելացել է կեղծ ապրանքների շրջանառությունը։ Если взять даже Российскую Федерацию, проблемы нелегального оборота промышленной продукции очень сильно влияют на конкурентоспособность в таких отраслях, как легкая промышленность, как фармацевтика, продукты питания и многие-многие другие. Я думаю, что такая же проблема сегодня существует на территории Республики Казахстан, в Беларуси, и в Армении, и в Киргизии. Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարարը վստահեցնում է Հայաստանում կեղծ ապրանքների շրջանառությունը լուրջ խնդիր չէ։ Ընդհանուր վերլուծությունը պատկերի տեսանկյունից պետք է նշեմ, որ Հայաստանը վատ դիրքերում չի։ Մենք այս ոլորտի պաշտպանության եւ միջազգային կապերի զարգացման առումով շատ ինտենսիվ հարաբերություններ ենք ունեցել նաեւ Եվրոպական միության հետ։ Գիտեք, որ Եվրոպական միության մոդելի հիման վրա ձևավորված կար ռազմավարություն, որը որ գործողությունների ծրագրի հետ միասին այս տարիների նույնպես իրագործման ընթացքում է եղել։ Բայց սա չի նշանակում, որ հայկական շուկայում չկան կեղծված ապրանքներ։ Եթե ռուսական օղին Հայաստանում կեղծվում է եւ այդ օղու ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում նույնպես գրանցված եւ պաշտպանված է, ապա ապրանքային նշանի սեփականատերը իրավասու է դիմել պետական պատկան մարմիններին, տվյալ դեպքում նաև ոստիկանությանը եւ պահանջել, որպեսզի շուկայից հանվի։ Մի տար ուղակի փոխելով եւ նույն դիզայնը օգտագործելով, այդ դեպքում համարվում է շփոթության աստիճանի նմանություն եւ ենթակա չէ գրանցման, եթե չի գրանցվել, հետեւաբար պաշտպանված չի։ ԵՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները կեղծ ապրանքների շրջանառության դեմ պայքարի մեթոդները կքննարկեն անտիկոնտրաֆակտ 2016 միջազգային երկօրյա ֆորումի ընթացքում։